Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Ինչպես միշտ մեր հաղորդումը, մեր այսօրվա խոսակցությունը կլինի 3+, ի տարբերություն շատերին, այդ թվում նաև կառավարության եւ վարչապետին, որոնք մեկ-մեկ օգտագործում են նաև 20+ իրենց լեքսիկոնի մեջ, բայց մենք գիտակցում ենք, որ մեզ նայում են մեր քույրերը, մայրերը, տատիկները եւ ինչու՞ չէ երիտասարդությունը, իսկ մենք վառ օրինակ պետք է ծառայենք իրենց, քանի որ մենք կրթվել ենք Խորհրդային Միության տարիներին եւ դա եղել է մեզ համար կանոն։ Բայց 3+ ասելով դա չի նշանակում, որ հարցերը լինելու են ոչ սուր, լինելու է ծայրահեղ սուր եւ արձագանքը եւ մնացած բոլորը։ Հիմա մի բան եմ ուզում ձեզ խնդրեմ, սիրելի բարեկամներ, ես միշտ ձեզ հետ խոսում եմ առանց գրառումների, առանց թղթի, բայց այսօր ներողություն եմ խնդրում, ես պետք է օգտագործեմ այդպես ասած թուղթը, քանի որ այնքան լայնածավալ է այսօրվա նյութերը, որ մի քանի գրառում եմ արել, նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Այսօր խոսելու ենք ուրեմն Արտուր Հովհաննիսյանից, Ալեն Սիմոնյանից, Վահագն Ալեքսանյանից, Արսեն Թորոսյանից, Նիկոլ Փաշինյանից եւ այլն։ Հիմա ուրեմն սիրելի բարեկամներ, սկսենք Արտուր Հովհաննիսյանից։ Արտուր Հովհաննիսյանը ասել է հետեւյալը, խնդրեմ։ Վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ, եւ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ ուրեմն վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է կաթողիկոսությունը տեղափոխի Հայաստանի Հանրապետությունից, Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Արտուր Հովհաննիսյան, դուք ասում եք, որ վարչապետը մինչև չի լինում հստակ տեղեկացված, նա չի անում հայտարարություն։ Ես ճիշտ եմ հասկացել, եթե ճիշտ եմ հասկացել։ Հիմա խնդրեմ ժողովուրդ ջան, տեսենք այս նյութերը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, սա մի նոր սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ, այդ նպատակի անունն է հաղթանակ եւ մեզնից յուրաքանչյուրը ամեն վարքյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում ու մենք կհաղթենք ու մենք անպայմանորեն կհաղթենք ու չկասկածեք մենք անպայմանորեն շատ հարց կա եւ հարցնում են եւ ճիշտ են ասում են բախի 2019-ին ասցիր Արցախը Հայաստանա եւ վերջ շատ տրիվիալ պատասխան կա հիմա ես 2019 թվականին այդ արտահայտությունը արել եմ մի պատճառով որտեվ հայրենասեր էի չեմ կարող մոռանալ որ 2019 թվականին հայտարարել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ Արտուր Հովհաննիսյան, այսինքն եթե վարչապետ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ եթե վարչապետը ասում էր հաղթելու ենք եթե վարչապետը ասում էր ջախջախելու ենք նա հստակ ինֆորմացիա չուներ Արտուր Հովհաննիսյան չուներ նա ինֆորմացիա բա որ ինֆորմացիա չուներ ինքը վարչապետի աթոռը զբաղացնող անձ է ինչի էր այդ ձևի բաներ խոսում եւ ժողովրդին անում հույսով ինչու չնայած ես գիտեմ պատասխանը ինքը ձեր վարչապետը ինքը պատասխանել ինքը ասում էր ես այն ժամանակ հայրենասեր եմ հիմա հարց երկրորդ եթե պարոն Նիկոլ Փաշինյանը հիմա հայրենասեր չէ ապա նա ինչ է անում վարչապետի ղեկին Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ընդհանրապես հայ ազգի վարչապետ ինչու է նա բայց ես ձեզ ասեմ ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի հստակ տեղեկություն մի հարցում այդտեղ ես ձեզ հետ համաձայն եմ իսկ գիտեք դա հարցը որն է Արտուր Հովհաննիսյան այդ հարցը սա է տեսեք ժողովուրդ ջան Նիկոլ Փաշինյանը հստակ ինքն է ասել եւ այդ ինֆորմացիան ճշգրիտ է խնդրեմ Ես Երևան պատմության մեջ սրբապիղծը, դավաճանը, հողատուն, չգիտեմ ինչ ուզենք։ Այդ կանը Արտուր Հովհաննիսյանի մասով, տեսակ Արտուր Հովհաննիսյան, որն է ճշգրիտ ինֆորմացիան։ Հիմա Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանը, ինչպես խոսացել է մի ժամանակ առաջ, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում,
Եվ հիմա տեսնենք ինչ է կատարվել հետ վերադարձ ժամանակ։ Խնդրեմ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է ավելի քան կես միլիոն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն փետրվարի 4-ից 7-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել։ Վալենտինա Մատվիենկոից 149,658 դրամանոց ժամացույց, Դաշնության խորհրդի լոգոտիպով իր զարդատուփով եւ 249,430 դրամ արժեքով նկար ձմեռային անտառ անվանումով։ Ռոսատոմ կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ, ռեակտորի արձանիկ եւ մատրիոշկա ընդհանուր 159,635 դրամ արժեքով։ Ալեն Սիմոնյան, դուք Հայաստանի Հանրապետությունում սերմանում եք հակառուսական տրամադրություններ։ Դուք հակառուսական քաղաքական գործիչ եք։ Դե ինչպես դուք ձեզ այնտեղ պահեցիք, դե մենք բոլորս տեսանք։ Բայց հիմա հարց, պարոն Սիմոնյան, այդ նվերները ինչի են տալի ռուսները ձեզ։ Կամ դուք ինչու եք ռուսներից նվեր վերցնում, այդ որ մի լավ գործի համար են ձեզ տալիս Ալեն Սիմոնյան։ Դուք պայմանավորվածություն ունեք Ալեն Սիմոնյան ռուսների հետ։ Իսկ ստեղ ուղղակի ժողովրդի աչքերին թոզ եք փչում, որ դուք անտի-ռուսական քաղաքական գործիչ եք։ Այդ նվերները, որ Մատվիենկոն տվեց Ալեն Սիմոնյան, ասեիք հարգելի Վալենտինա Մատվիենկո, մեզ պետք չի ձեր տված պատդաչկա նվերները, ոնց որ Արցախը դավաճանեցիք, ինչպես դուք եք ասում, Ալեն Սիմոնյան, այդ ձև հարգելի ռուսներ վերադարձրեք մեր Արցախը, մեր արցախցիներին։ Թե դուխով բառը այստեղ տեղին չէ, Ալեն Սիմոնյան։ Մտածեք, պարոն Ալեն Սիմոնյան, ինչի են ռուսները ձեզ տալի նվերներ։ Կարճ այսքան Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հիմա Վահագն Ալեքսանյանին հասել է վերջով իմ տված խորհուրդը, որտեղ որ նա իրեն հաղորդումները, իրեն ելույթները սկսում էր լավ լուրերից։ Այսօր նա փոխել է, երևի լսել է կամ տեսել է իմ հորդորը դեպի իրեն, որ մի ասա լավ լուրեր, քո ասած լուրերը բոլորը տխուր են, այսօր հարց է հնչեցրել ինչու։ Հիմա տեսնենք։ Երեք իմացանք, որ դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ Քոչարյանական նախկին պատգամավոր Վայ Հակոբյանից պահանջում է $20 միլիոն ապօրինի ունեցվածքի վերադարձ, նաև 12 անշարժ գույք, եթե չեմ սխալվում, ու դրանց մեջ նաև Իսպանիայի հնչեղ Ալեկանտե անունով տեղանքում գտնվող մոտ $200,000-անոց ինչ-որ վիլա, ու այդպես շարունակ, ինչևէ, սա պարզա ամեն ինչ որ նորություն չկա էլի այս ամեն ինչի մեջ, բայց Ուրեմն ժողովուրդ ջան, ինչ է ասում։ Երգում են նույն երգը, այսինքն ուրիշ երաժշտություն այս մարդիկ չգիտեն։ Էս է, այս մարդկանց երգը էս է, նախկիները տարել են էս են, արել են, արել։ Հիմա ուզում եմ արձագանքեմ Վահագն Ալեքսանյանին։ Վահագն Ալեքսանյան, դուք եթե այս բանը անեիք, ինչ որ այսօր եք խոսում, չէ, Թալանի վերադարձը, դատելը, բան, այդ մարդիկ արդեն ազատված կլինեին։ 8 տարի անցել, պատկերացնեք, դե 8-ից 10 տարի պիտի դատեիք, հոմ ավել չէիք դատել։ 8 տարի առաջ որ այս նույն բանը խոսում էիք, անեիք, այսօր այդ մարդիկ արդեն ազատության մեջ են, միգուցե վերադաստիարակվել էին, նախկիները նկատի ունեմ, Վահագն Ալեքսանյան։ Բայց դուք 8 տարի այդում եք, դուք անգամ չեք կալանավորել։ Դուք ոչ մի բան չեք խլել, դուք գիտեք ինչի չեք խլել, քանի որ դուք իրանց տառականներից էլ բան չեք կարող խլել, ոչ թե դատեք։ Վահագն Ալեքսանյան, ուրեմն տեսեք, անվճար մեկ խորհուրդ եւս ձեզ համար։ Դուք, բայց էսի ասելով չի լինում, ախր Վահագն Ալեքսանյան, դա պետքա ցույց տալ։ Այ երբ որ հայերը հայկական ուժերը կգան ամսի 8-ին հունիսի 2026 թվականին իշխանության, ով կլինի չգիտեմ, բայց հաստատ վստահ եմ, որ հայերն են լինելու։ Դες բազմաթիվ անգամ ասել են, որ ես ինձ չեմ տեսնում վարչապետի աթոռում, դրա համար չեմ ասում ես որ գամ, հայ ուժերը որ գան, ես կհորդորեմ իրենց եւ կասեմ ձևերը։ Ձևերը հետեւյալն են։ Սկսում ենք 1990 թվականից։ Բոլոր գործարանները, որը որ ստեղծված է եղել Խորհրդային Միության տարիներին, որը որ ստեղծված է եղել սովետական ժողովրդական ռուբլիով, վերադարձվում են պետությանն։
Այն անձինք, ովքեր այդ գործարանները քանդել են, ուրիշ բան են սարքել, նրանք իրենց սեփական գումարներով պետք է կառուցեն նույն ձևի գործարան, մեզի ավելը պետք չի։ Թող ավելը վայելեն իրենց ընտանիքի անդամները։ Բոլոր այ անձինք, ովքեր ստորագրել են այդ թղթերը, գնում են ուր, գիտեք, կալանավայրեր աշխատելու, որպեսզի այդ ձևով փագեն իրենց մեղքը ժողովրդի դեմ, բանվոր դասակարգի դեմ։ Վագն Ալեքսանյան, ուրեմն խորհրդային միության ժամանակ դուք այդ ժամանակ եղել եք փոքր եւ չեք հիշում։ Կար 90-ի պրիմ հոդված։ Հարցրեք ձեզ կասեն։ Դա հնչում էր, փորձեմ թարգմանել, սոցիալիստական գույքը խոշոր չափերի հափշտակում։ Ռուսերեն ասած կներեք, ժողովրդի բացատրեմ, որպեսզի իրանց համար հասկանալը։ Хищение социалистической собственности в особо крупных размерах։ Գիտեք ինչքան էր նախատեսված Վագան Ալեքսանյան։ 20-ից 25 տարի կամ գնդակահարում։ Կարող եք հարցում տալ ԱԱԾ եւ ներքին գործերի նախարարություն եւ ձեր կասեն քանի հոգի այդպես մարդիկ գնդակահարվել են։ Պրակտիկայում ունենք այդ բանը, որ գողանալ պետությունից եւ անձինը ժողովրդից չի կարելի։ Վագն Ալեքսանյան։ Դե էսի բացատրելով չի լինում, էլի Վագն Ալեքսանյան, դա պետք է ցույց տանք եւ ես հույսով եմ եւ մաղթում եմ ձեզ քաջ առողջություն եւ ձեր գոլեգաներին, որ դուք այդ ամենը կտեսնեք։ Երկրորդը, ինչ վերաբերվում է նորից այս թեմային, Վագն Ալեքսանյան, ես խորհուրդ կտամ հայկական ուժերին, ովքեր կլինեն իշխանությունում, որպեսզի բարձրացնեն յուրաքանչյուր մարդու ունեցվածքը ինչ են ունեցել մինչև հեղափոխությունը։ Մինչև հեղափոխությունը ինչ են ունեցել։ Ինչը որ ունեցել են, ինչպես ասում էր տատիկս, անուշ ու խոշ լինի։ Բայց ինչը որ ձեռք է բերված հեղափոխությունից հետո եւ այդ թվերը սարսափելի են, եթե տվյալ անձը չբացատրեց որտեղից իրեն այդ ամենը, պատիժը կլինի 90-ի պրիմ։ Այդտեղ դե արդեն մեր ժողովրդական դատը կորոշի 20 տարի է, 25 տարի է, թե գնդակահարում։ Ահա ինչ է սպասվում նոր Հայաստանում Վահագն Ալեքսանյան։ Հիմա ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ Արսեն Թորոսյանի մասին։ Ինչպես երևի նկատել եք, ես միշտ խոսում եմ կամ Արսեն Թորոսյանի մասին, կամ Վահագն Ալեքսանյանի մասին։ Սիմպատիաս բռնում է այս մարդկանց հետ։ Հիմա մի բան եմ ասելու, եթե նստած եք, ուրեմն պինդ բռնավեք, եթե կանգնած եք, ուրեմն նստեք, քանի որ ես այսօր համաձայնվելու եմ Արսեն Թորոսյանի հետ։ Հիմա տեսնենք ինչ է ասում Արսեն Թորոսյանը։ Խնդրեմ։ Հայաստանի Հանրության ընտրողը այնքան իմաստուն է, որ մենք կարծում ենք, որ ինքը ընտրություն կատարելով չի թույլ տալու, որ երկիրը կառավարեն քաղաքական կամ ոչ քաղաքական օլիգարխները, հա, որոնք որ ունեն իրենց լրիվ ու այլ շահերը, իրենք չեն կարող եւ ձեր ասած եւ իրենք չեն կարող դուրս գալ ժողովրդի շահերից, հա, ինչքան էլ ուզում ա տան սի խոստումներ տան։ Տեսնում եք ինչ լավ բան է ասում, սիրելի բարեկամներ, բայց ուղղակի Արսեն Թորոսյանը մոռացել է մի քանի բան, ավելի ճիշտ ահագին բան։ Հիմա որպեսզի ես չսխալվեմ, որ ձեզանից ներողություն խնդրեցի եւ ասեցի գրառում եմ արել, ուզում եմ Արսեն Թորոսյանին այդ բաների մասին ասել։ Մեծարգո պարոն Արսեն Թորոսյան, ուրեմն դուք ճիշտ եք ասում։ Հայաստանում ժողովուրդը արդեն գիտի ում է ընտրելու, բայց այդ ցուցակում ահագին բաներ պակաս են։ Հիմա տեսեք, նաև չեն լինելու իշխանություններում վախկոտները, դավաճանները, հայի այրունը ուրացողները, Արցախը եւ հայկական հողերը հանձնողները, եկեղեցի պղծողները, շարունակում եմ, չէ՞, Արսեն Թորոսյան, ճիշտ եմ ասում։ Ուրեմն կարմիր գծերի հարցերը չլուծողները, կամերաները չանողները, թոշակարաններին 10,000 դրամ չկամեցողները, պարգևավճար եւ ավելավճար ստացողները, տատիկ եւ պապիկների նիսյա ցուցակները չփագողները, հային չսիրողները,
Մասիս լեռը ուրացողները, ցեղասպանությունը կասկածակի տակ դնողները, հերոսի ծնողներին ծեծողները, հայրենասերներին բռնողները, երկիրը թալանողները եւ քանդողները, թուրքերի հետ բարեկամություն փնտրողները, լսում եք, չէ՞, Արսեն Թորոսյան։ Էլի ասեմ, թե կանգ առնեմ։ Լավ, մի քիչ էլ ասեմ եւ ավարտեմ։ Թմրամոլները, թալանչիները, խափեպաները եւ սուտասանները։ Ճանաչեցիք ձերոնց, Արսեն Թորոսյան։ Ճանաչեցիք ձերոնց։ Այո, ԿՊԱ-կանները, Արսեն Թորոսյան։ ԿՊԱ-կանները։ Իրանք հաստատ չեն լինի, Արսեն Թորոսյան։ Ժողովուրդ ջան, այս կանով իրենց մասին կներեք, որ օգտագործեցի, ուղղակի իրոք գրված էր այս ամենը, դրա համար ես կարդացի։ Եվ ուզում եմ դիմեմ ԿՊԱ-կաններին, ասեմ ինչի համար եմ ուզում դիմեմ ԿՊԱ-կաններին, քանի որ այս մարդիկ երևի նեղանում են ինձանից, քանի որ գրեթե ամեն օր ես իրենց արձագանքում եմ։ Պարոնայք ԿՊԱ-կաններ, եթե չեք ուզում, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը խոսա, անձինս խոսա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, ուրեմն դուք մի խոսացեք, էլի խնդրում եմ ձեզ, քանի որ դուք որ խոսում եք, դուք խաբում եք։ Իսկ եթե ես թվարկեմ այն ամենը, ինչ որ ես պետք է թվարկեի, ես բացի այս ցուցակից, դրա համար պետք էր 8 տարի, քանի որ դուք 8 տարի անընդմեջ ամեն օր խաբել եք մեր ժողովրդին։ Դուք տզրուկ եք։ Տզրուկը գիտեք, չէ՞, ինչա պիավկա։ Ուրեմն այդ տզրուկների մեջ լինում են թույնավոր տզրուկներ եւ առողջարար տզրուկներ։ Բացատրեմ ինչու՞ն է տարբերությունը։ Թույնավոր տզրուկը, երբ որ կպնում է մարմենին, նա խմելով արունը հետ է տալիս թույն եւ այդպիսի թույնավորում է այրունը։ Իսկ առողջության մեջ օգտագործող տզրուկները պիավկեքը, դրանք մաքրում են արունը, այդ թույնը, որը որ կա այրան մեջ, նրանք խմում են, մնում է մաքուր արուն։ Հիմա ինչով ենք մենք իրարից տարբերվում։ Դուք թույնավոր տզրուկներ եք մեր ժողովրդի վրա եւ դուք թույնավորում եք հայի այրունը։ Բայց մենք այնքան հումանիտարիներ ենք, մենք ունենք, Արսեն Թորոսյան, առողջական տզրուկներ։ Այդ տզրուկները մենք օգտագործելու ենք ձեր վրա։ Ոչինչ, թող սատկեն մեր տզրուկները, այդ ձեր այդ թույնավորված այրունը թող մաքրեն, բերեն իսկական հայկական այրանը։ Շատերի մոտ չի ստացվի, քանի որ տզրուկները այդքան առողջություն չունեն, բայց մեծամասնությունը կբուժվեք եւ վերջապես կհասկանաք, որ հայ լինելը դա հպարտություն է, հայ լինելը դա մեծություն է, հայ լինելը դա անբացատրելի մի բան է, որը երևի թե դուք չհասկանաք։ Դուք մտածում եք, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հելում է, խոսում է, մենք այն կոմունիստների չենք, Արսեն Թորոսյան, մենք ժողովրդական կոմունիստական կուսակցություն ենք, որտեղ մեր մոտ ամենագլխավորը դա ժողովուրդն է, իսկ կոմունիստական գաղափարը բերած է նրա համար, որպիսի բարեկեցի կյանքի լրացում ապահովի մեր ժողովրդին, քանի որ մեր ազգը, մեր ժողովուրդը արժանի է դրան։ Իսկ դուք ուղղակի խոսում եք։ Սիրելի բարեկամներ, ինչ խորհուրդ կտայի ԿՊԱ-ականներին, իրենք որ խելոք լինեն, իրենք հանգիստ կմնան իրենց տեղերը, եւ դուք, սիրելի բարեկամներ, միայն դուք իրավունք ունեք որոշելու հաջորդ 5 տարին ում հետ եք դուք քայլելու, ում խոսքն եք լսելու, ում հետ եք կառուցելու երկիրը։ Չէ, պարոն Նիկոլ Փաշինյան, չէ որ դուք ասում էիք այդ բառերը, բայց չարեցիք։ Եթե մոռացել եք, դուք ասում եք, որ վերջերս դուք շատ բաներ չեք հիշում, ապա հիշեցնեմ եւ թարմացնեմ ձեր հիշողությունը, պարոն վարչապետ, խնդրեմ։ Կա ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին։ Տեսակ ժողովուրդ ջան,
Նենց որ ամեն ինչ ձեր ձեռքում է։ Հիմա խոսենք պարոն Նիկոլ Փաշինյանից։ Իսկ մինչև խոսենք պարոն Նիկոլ Փաշինյանից, ուզում եմ ցույց տալ ձեզ մի քանի տեսահոլովակ։ Ուրեմն սկսենք սապոկ լզողներից, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ։ Քան օտար անձնագրով մարդեք տեսեք կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է թե հետատի։ Այ անինքնասերներ։ Ու ողբերգություն նենա, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից։ Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը։ Դուք լիզել եք եւ լիզելու եք։ Նիկոլ Փաշինյան, ձեր ասելով նախկինները սապոկ լզողներ են։ Չեմ տեսե, չգիտեմ, իրավունք չունեմ ձեզ չհավատալու։ Բայց ունեմ այսպիսի մի հարց ձեզ, Նիկոլ Փաշինյան։ Ասեք, այս լիզուն վիրուսը, դա վարակիչ է, դա փոխանցվող է։ Այս էլ հոմ կորոնավիրուս չի, որ փոխանցվավ ձեզանից շատերին, պարոն Փաշինյան, որ Թուրքիա համար ուշքերը տեթում է։ Սելֆիներ եք անում, ձեռքեր եք սխմում, փաթաթվում եք, ինչ ասես անում։ Այդ վիրուսը ձեզ էլ հասավ։ Անբուժելի վիրուս է երևի, պարոն Փաշինյան։ Ինչ անենք, մի բան կմտածենք, որպեսզի դի բուժենք։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյան ինչ է կատարվում։ Ձեր պարը, Քոչարի պարը, որը պարում էիք դուք Արցախում, խնդրեմ, տեսեք։ Եվ հիմա տեսեք, ինչ են ասում ձեր բարեկամ ադրբեջանցիները նույն պարը պարելով եւ հիշելով ձեր անունը։ Ես չեմ հիշում։ Ես ընդամենը փաստերն եմ արձանագրում, պարոն Փաշինյան։ Խնդրեմ։ Друзья мои, тут мы в Карабахе находимся, и вот блогеры азербайджанские повторяют танец Пашиняна, который несколько лет назад, как раз таки тут провоцируя танцевал. Вот наши вот замечательные и популярные блогеры, наш флаг. О, точно такой танец танцевал Пашинян Да. в 2018 году прямо здесь. А сейчас и навсегда его танцуют азербайджанцы! Հիմա հարցես, Նիկոլ Փաշինյան, դուք չեք ամաչում։ Վարչապետ մարդ եք, ներկայացնում եք ոչ բարով եք ներկայացնում մեր երկիրը, մեր ազգին։ Դուք չեք ամաչում։ Ես օրինակ ամոթից գեդին եմ մտնում այդպես բաներ որ տեսնում։ Դուք ժողովրդից չեք ամաչում, Նիկոլ Փաշինյան։ Թե ասա դուք ինչ գիտեք ժողովուրդն ինչա, դուք ուղղակի լսել եք այդ բառը ու հաճախ եք օգտագործում ժողովուրդներ ձեզ հավատաց։ Հիմա ժողովուրդ ջան, տեսնենք մի տեսահոլովակ, այնուհետև ես արձագանքեմ դրան։ Հիմա տեսեք ինչ է անում Աննա Հակոբյանը։ Բայց մինչև տեղադրելը ես ուզում եմ ասեմ հետևյալը։ ՀՊԱ-ականները ուզում էին սարքեին օպերացիա Վելս։ Օպերացիա Վելսը չհաջողվեց։ Դա ինչ էր, երբ որ փոխնախագահան Ամերիկայի Միացյալ Նահանգների եկավ, ուզում էին սղացնել, որ 9 միլիարդ ամերիկացի դոլար փող են տալու, ներդրում են անելու էսյան, հետո որ տեսան, որ ժողովուրդը այդքան միամիտ չի, բոլորը հասկացել են, այդ թվում նաև ձեր խոնար ծառան, որը որ արձագանքել էր այդ թեմայով, այս մարդիկ ասին, որ սխալ թարգմանություն եղել ամերիկացիների կողմից։ Անցավ։ Այնուհետև մնանք վերամշակում են նոր օպերացիա, տատիկ եւ պապիկ օպերացիան։ Տատիկ եւ պապիկ օպերացիան նույնապես տապալվում է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում կա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության
անդամները եւ անձինս Արտուր Ֆարմանյանը, որը որ նկատում է ամեն ինչ։ Քիչ աստ կտեսնեք ինչի համար եմ ասում, նկատում եմ ամեն ինչ։ Էդ էլ տապալվեց։ Հիմա իրանք վերամշակել են նոր օպերացիա։ Օպերացիան կոչվում է երեխաներ։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Ինչու մոտեցա սրտիս գաղտնիքը, ինչու իմացար միանմեղ սիրով, ես քեզ սիրեցի, բայց դու անիրավ դավաճանեցիր, միանմեղ սիրով, ես քեզ սիրեցի, բայց դու անիրավ դավաճանեցիր։ Տեսակ ժողովուրդ ջան, որ նայես ոչ մի բան չկա, չէ, առանձնապես երևի հազար ներողություն, դա իմ սեփական կարծիքն է, խնդիր ունեցող երեխայի հետ ապարում է Հայաստանի առաջին տիկինը եւ երգում է։ Տեսակ, չէ, ոչ մի բան չնկատեցիք։ Կարող եք հետ տալ մի հատ էլ նայել։ Նենց բանը որ չեք նկատել, բայց մենք կոմունիստներս նրանով են կոմունիստ եւ ժողովրդական կոմունիստ, որ մենք նկատում ենք ամեն ինչ, անգամ եթե թռնում է մոծակ։ Ուրեմն տեսեք, հետո հետ կտակ կնայեք եւ կասեք, ես ճիշտ եմ, թե սխալ եմ։ Ուրեմն այդ երեխան չգիտի ապարելու ձևը։ Այն կուլիսների հետևից այնտեղ դիրիժիրը են անում, թե ինչ անի, ոնց է։ Այս երեխան պատահական իրեն ձեռքը դնում է Աննա Հակոբյանի կրծքին, որտեղ որ երևի թիկնազորը խառնում է իրար, ես ինչ եք անում, ես ինչ ձեռը տվեց։ Բայց երեխան ամեղ երեխա առանց հետի մտքերի ուղակի դրեց։ Ասում են հանի ձեռը։ Արա ձեռը հանեցի, հանում է ձեռքը, բայց օ ձեռքը մնում է օդի մեջ։ Տեսեք, ժողովուրդ ջան, հեսա։ Տեսակ, ձեռքը մնում է օդի մեջ, որ այդ երկել պարելավ չի ստացվում, Աննա Հակոբյանը կամացի ձեռքը իջեցնում եւ տանում դնում է իրեն մեջքի հետև, այնուհետև երգում են։ Ուզում եմ ասեմ, որ այդ օպերացիան էլ տապալվեց։ Նիկոլ Փաշինյան, դուք երբ որ երգում էիք Աննա Հակոբյանի հետ եւ ձեր երեխաների հետ, ավելի լավ էր ստացվում։ Խնդրեմ հիշենք մի հատ, միասին հիշենք, խնդրեմ։ Մասիս հորով, քո արաքս մորով։ Տեսակ Նիկոլ Փաշինյան, ավելի լավ էր ստացվել, ձեր տիկնոջ մոտ չստացվեց։ Մեր հայ պապերը Նիկոլ Փաշինյան, այդ լավ բառ ունեին, ասում են, եթե ուզում ես գործդ հաջող լինի եւ լավ լինի, ուրեմն արա ինքդ եւ անպայման դա կստացվի 10+։ Նիկոլ Փաշինյան, ես էլ ձեզ անվճար խորհուրդ։ Այդ ձերակերներին Նիկոլ Փաշինյան, որ հավաքել եք, ավելավճար տալիս եք, մի հատ խելոք բան չեն կարա մտածել։ Ախր ինչի եք այդքան փող տալի, որ սրանք է ձրի, սա աղետի ուտում են, ձեզի մի կոպեկի օգուտ չեն բերում։ Չի կարելի, չէ, Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ։ Կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին, ինչպես ասում է ժողովրդական բառը։ Կլիներ սա այս ամենը խնդալու եւ ուրախ, եթե չլիներ այսպես տխուր։ Ընտրությունները առջևում են, մեկ անգամ եւս ես ձեզ ասում եմ հետեւյալը։ Դուք եթե կանգնեք, դիմում եմ այն 75% ժողովրդին, մեր ավակ քույր եւ եղբայրներին, այն մարդիկ, ովքեր դեմ են բոլորին, վերանայեք, լսեք քաղաքական գործիչներին։ Մեկ անգամ եւս շեշտում եմ, ինձ պետք չի ընտրել, ես չեմ գնում ընտրության, ես չեմ գնում վարչապետի պաշտոնին։ Ես եկել եմ, ես զբաղվում եմ քաղաքական գործունեության հանուն իմ ժողովրդի, հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի, իմ խղճի համար։
այս հոգուս համար, կոմունիստական հոգուս համար։ Ընտրելու եք դուք, որոշելու եք դուք եւ ինչ ցանելու եք, նա քաղելու եք։ Վերջում, սիրելի բարեկամներ, խնդրում եմ ձեզ, որպեսզի մեր հայ ազգը ավելի տեղեկացված լինի ճշմարտության մասին, իսկական ճշմարտության մասին, մեկ անգամ եւս չլինի խաբված, խնդրում եմ ձեզ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, քանի որ եթե լինում են շատ բաժանորդագրված անձիկ, YouTube-ը այս տեսանյութը ավելի հաճախ է հեռարձակում։ Բաժանորդագրվեք, տարածեք, հանուն մեր ազգի, ինձ ուրիշ բան պետք չի։ Այսքանը ձեր ցավը տանեմ, ուրեմն կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախկահայությունս, կեցե արցախահայությունս, կեցեն մեր ավագ քուր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները, ձեզ քաջ առողջություն ձեր ցավը տանեմ, կեցե հայկական Արցախը, կեցե Մասիս լեռս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Պինդ եղեք, ամուր եղեք, հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն։